Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ գրականությունից տեղափոխվում ենք Պարարվեստ։ Ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարի պետական անսամբլը հանդես կգա Պարում է Պարի պետականը խորագիրը կրող շքեղ համերգային ծրագրով։ Անսամբլը կներկայանա սիրված եւ սպասված հին ու նոր պարային բեմադրություններով, ընդգրկելով իր պատմական անցյալի եւ ներկայի լավագույն ստեղծագործությունները։ Համերգային երեկոն լինելու է գունեղ եւ տպավորիչ, ներկայացնելով ազգային Պարի հարուստ ժառանգությունը եւ ժամանակակից բեմադրական մոտեցումները։ Եվ այս առիթով Այո, մեր տաղավարում են Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանը եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, անսամբլի երաժշտական մասի ղեկավար, կոմպոզիտոր Հայկ Գրիգորյանը։ Բարի առավոտ, վարպետներ։ Ոնց եք։ Լավ, բարքաստու։ Ինչ լավ է։ Ինձ բախտ է վիճակվել վարել, հա, Պարի պետականի համերգները։ Եվ ինչպես էստեղ էր նշած, հա, պարում է Պարի պետականը, իսկ ես միշտ համերգից ժամանակ ասում եմ պարեց Պարի պետականը եւ ողջ աշխարհը զարմացավ ու թնդաց։ Այո, որովհետեւ այդ էմոցիաները, որոնք տալիս է, հա, այդ Պարի ուժը, հատկապես Պարի պետականի կողմից ներկայացվող, անկեղծ եմ ասում, ես առաջին անգամ որ ետնաբեմում էի, փշակ հաղվեցի մի անգամից, որովհետեւ չգիտեմ, մի հատ մեծ էներգիայի հոսք զգացի։ Պատկերացնում թե դահլիճում հանդիսատեսի ինչ է զգում։ Խոսենք այս պարբերականությունից։ Պարի պետականն այսօր իր հաղթական արշավը շարունակում է ոչ միայն աշխարհում, նաև հենց մեր ներսում, հա, լոկալ Հայաստանում։ Երևի չես սխալվել բնութագրմանդ մեջ, որովհետև երկար ժամանակ չէր եղել, որ Պարի պետականը 6 համերգ sold out ամբողջ անցլագով աշխատեց, հիմա ամսի 11-ի համերգի հույս ունեմ, որ նույնը կկրկնվի, չնայած հիմա այս շրջանը մի քիչ ավելի դժվար շրջան է, սակայն կապում եմ դա նրա հետ, որ Պարի պետականը պահպանելով իր տրադիցիոն տեսակը, ոճը, ձևը, սկսեց փոխել նաև ծրագիրը, վերեցինք արդեն նոր տեսակի, նոր մտածողության համարներ, որոնք իրանց տեմպո ռիթմով, իրենց մտածողությամբ ավելի հիմիկ հանդիսատեսին ավելի մոտ են, եւ դա է որ նման էմոցիաներ ստեղծում, որովհետեւ կարողանում ես գտնել այդ ճիշտ ռիթմը, որը հասկանալի է հանդիսատեսի համար, ընդունելի է։ Այս ստացվում է այնպես, որ մարդիկ նայում են, շաքաղում են, ծափահարում են։ Վերջերս մեկը շատ հանրածանոթ մարդ կարող եմ անուն տալության ասել, եկել է ուրախանալու, ասում ամբողջ Ամերիկան ինքան ուզվեց, լավ ամբողջ Ամերիկան գնացի տուն։ Դա էլ նվաճում է նաեւ ինչ որ մի տեսակ։ Ուրեմն ինչ ենք անում Ես արդեն 1.5 տարի է ինչ նորից վերադարձա Պարի անսամբլ, արդեն 3-րդ անգամ եւ այս 1.5 տարում ահագին նոր բաներ բեմադրեցինք, մոտ 8 համար նոր, 5 համարներից նոր բաներ վերականգնեցինք, որոնք արդեն մոռացվել էին կարելի ասել, բայց իրավունք ունեն լինել ծրագրում։ Դրանք վերականգնեցինք, այսօր մոտ 14 համար, 13-14 համար նորացված բաներ եւ անընդհատ Մայստրոյի հետ նոր երաժշտություններ ավերում, նոր գաղափարներ կան, անընդհատ այդ բեմադրական process-ը շարունակվում է։ Վերջերս Հայկի երաժշտությամբ մի համար էլ հանձնեցինք, շորոր մի անգամ ենք πάρել, այս ամերիկը կլինի երկրորդը, շատ շքեղ հագուստներ կարեցինք, շքեղ ձևավորում ստացավ ամեն ինչը, եւ հիմա մյուս ամսվանից երևի հունվար ամսվանից ավելի ճիշտ սկսենք նոր բեմադրություններ, մի 4-5 հատ նախատեսած ունենք։ Մի խոսքով Հայկին հանգիստ չեմ տալիս, անընդհատ ինքը նոր բաներ անել երաժշտություններ, գաղափարներ կա, որոնք պետք է կատարածենք։ Անընդհատ պրպտումների մեջ ենք եւ անպայման ուզում եմ ասեմ, որ ունենք հիանալի պարախումբ, հիանալի աղջիկներ, հիանալի տղաներ, որոնց հետ աշխատել են նաեւ հաճույք է։ Երբեք հնարավոր չէր լինի այսքան նոր բան անել կարճ ժամանակ ընթացքում, եթե նյութը, որի հետ աշխատում ես, քեզ չի հասկանում կամ չի ենթարկվում։ Իսկ այստեղ ամեն ինչ կարծես թե տեղն է, թե երաժշտախումբը, լավագույն երաժիշտներով եւ թե պարուհիները, թե արտաքինով, թե տեխնիկական իրենց բոլոր տվյալներով համապատասխանում են այն մտքերին, որ մենք ուզում ենք իրագործենք։ Ես կարծես թե շատ խոսեցի, հիմա թող Հայկ խոսի։ Հասցնում եք այս մտքերի ետևից երաժշտությունները ճիշտ ժամանակին, ճիշտ տեղերում մատուցել։ Անց մարդու հետ եմ աշխատում, որ իրոք պետք է հասցնեմ։ Շատ հանգիստ եւ շատ անհանգիստ աշխատանքի առումով շատ պահանջկոտ։ Այո, պատտուն եւ պահանջկոտ, այո։ Այս տարվա մեջ մի տարի ու կես չկա դեռ։ Մենք Գագիկ Կարապետյանի հետ արդեն կյանք ենք կոչել երևի մի բաժնից ավել
մի բաժին եւ ավել ստեղծագործություններ, պարային ստեղծագործություններ կարող եմ թվարկել։ Հենց սկզբից աղջիկներ, համշենական մտորումներ, Կոմիտաս, Ղայթարմա Ալեքսանդր Սպենդիարյան, հետո Շորոր, Հանինա, առանձին պարեր են դրանք, Շորոր եւ Հանինա։ Հետո Էլեգիայից վերջերս արդեն բեմադրեց շատ գեղեցիկ պարը ստացվի, պարոն Կարապետյանի պարը շատ։ Եվ Շորորը եւ Էլեգիան։ Որը երկուսն իմ երաժշտությունն է։ Եվ Հանինան վերականգնեց, որը 20 տարի արդեն չէր պարվել։ Կապույտ երազը վերականգնեցին։ Էլի պարոն Կարապետյանի բեմադրությունն է։ Կապույտ Հետո երազ Կապույտ Հայաստան։ երազ Արայք Գևորգյանի Հայաստանը եւ խոստացել է, որ երկրորդ Հայաստանը, չէ՞։ Երկրորդ Հայաստանը բեմադրի արդեն 10-11 համար։ Ներողություն, այսինքն այս տեմպի մեջ այս արագ բեմադրությունների նպատակը ինչ է։ Երբ ես եկա անսամբլ, ինքս իմ առաջ խնդիր էի դրել, նաև խոստացա, որ պետք է շատ կարճ ժամանակամիջոցում ստեղծենք ռեպերտուար, ունենանք առաջի ծրագիր, երկրորդ ծրագիր, այնեն չի որ մեկը գաց ես է ծրագիրը նայել եմ, չէ, դու նայել ես A ծրագիր, այսօր B ծրագիրն ա գնում, եւ մենք արդեն այդ շատ շուտով կունենանք երկու հատ 20-20 համարանոց ծրագիր։ Եվ հետո կփորձենք երրորդը ստեղծել։ Ոնց որ ասենք օպերայում կա այսօր Գայանա եւ Աղամուշամիսօր մենք էլ ունենանք մեր մի քանի ծրագրեր, որ ավելի բան կլինի այդ պրոդուկտը ավելի հեշտ կլինի ծախել, այսպես ասած։ Շատ լավ, իսկ ձեր այս տեմպին, հա, խանդավառությանը հետևում են Պարի պետականի արտիստները, որովհետև այս էներգիան, որ դուք եք ներկայացնում, թե ինչեր կան ու ինչեր պիտի լինեն, ինչքան շատ պիտի լինեն, արդյոք հասցնում են այս վազքի մեջ նրանք էլ։ Վարպետները ոնց են։ Այո, հասցնում են, որովհետև գրագետ երաժիշտներ են, երաժիշտների համար ասեմ, բոլորը լավ, ամենալավագույն երաժիշտներ են, իմիջիայլոց ասեմ։ Չնայած մեր մոտ հիմա փոփոխություն է եղել, 3 հոգի եկել են մեր մոտ ազգային նվագարաններից, բայց դա կապ չունի, նրանք էլ են արդեն մերվում կոլեկտիվի հետ եւ այդ աշխատանքին հարմարվում են։ Բոլորը կասեի, բոլորն էլ լավ աշխատողներ են, շատ լավ երաժիշտներ են եւ պետք է հարմարվեն, իհարկե, աշխատանքին։ Իհարկե, պետք է հարմարվեն, ուրիշ չար չունեն։ Պետք է հարմարվեն։ Իսկ ցած ոգեշնչումը որտեղից այսքան նոր աշխատանք ստեղծագործելու։ Չգիտեմ, անընդհատ ես բրբտումների մեջ եմ, անընդհատ տեսեք այդ ամեն ինչը հիմա երևի անդադ գալիս է ինչ-որ նոր գաղափար եւ այդ ոգևորության իմաստով պիտի կարողանաս իրանց էլ ոգևորես, իրանց էլ վարակես դրանով։ Պարողների համար շատ կարևոր է որ անդադ իրանք նոր նյութ են անցնում, դա հետաքրքիր է դարձնում։ 20 տարի, 30 տարի նույն բառը բարել անընդհատ բան չնայած ունենք այդպես համարներ, որոնք արդեն Պարի պետականի ծրագրում դասական համարներ են համարվում, որ կան 30 տարի, 40 տարի ապարվում են եւ կմնան դեռ։ Ասենք Խարամբիրյանի Էնզելին, Կինտոները, իմ Արցախը 35-40 արդեն պարվում այդքան դա եւ դրանք կմնան ոնց որ ոսկի ֆոնդ է այսպես ասած բայց անընդհատ գալ նույն բանը բարել ու գնալ տուն հնարավոր չի ուրեմն պետք է ամեն անգամ նոր բան գտնել նոր մատուցման ձև ու պետք է կարողանաս իրենց էլ վարակել քո գաղափարներով ոգևորել որ արդյունք ստանաս անպայման այդ իմաստով շատ բան են իրանք շատ ձերբռնող են այսպես ասած ամիջապես ոգևորվում են կոլեկտիվ մտածողությունը կա այո շատ կարևոր է լավ աղջիկներ ունենք շատ լավն են որ սերունդն է դժվար է ասել եթե հաշվենք առաջ սենց էր ամեն բառ 20 տարի աշխատում էր մեր թոշակի ուրեմն շուտով այս անսամբլը դառնում է 70 տարեկան ուրեմն 3-4 բայց այդ արանքում տասնյակներ են փոխվել ամեն մարդ չի որ 20 տարի կարողանում քանի ընտանիք է ձևավորվել անսամբլի ներսում մեր ժամանակ երբ որ ես էի պարում 12-13 ընտանիք կար հիմա քիչ են ավելի հիմա մեր պարողներից անգամ մեր պարողների երեխաներն են մեր մոտ պարում իմ թորնա պարում արդեն մեր ժամանակ անսամբլը մի քիչ ուրիշ տեսակ էր ուրիշ կառուցվածք ուներ ժամանակներ առասարակ ուրիշ էին այ ինչ է փոխվեց պարոն Կարապետյան հա մենք միշտ լսում ենք հա մեր ժամանակ մենք էլ ենք հիմա ասում մեր երեխաներին այ մեր ժամանակ ուրիշ էր այդ մեր ժամանակ արտահայտությունը նրանք էլ կասեն արդեն իրենց երեխաներին այ ըստ ձեզ քանի որ անցանք տենց անկեղծ խոսակցան ես ասեմ մեր ժամանակ պարողը Պարի պետականի միայն պարում էր
գալիս էր իր գործին, բարում էր, գնում էր տուն։ Հիմա բարողը գալիս է, բարում է, իր աշխատանքը անում է, հետո գնում է ուրիշ աշխատանքի, հետո ուրիշ աշխատանքի, հետո նոր իր գունը գալիս է համերգի եւ այլ եւ այլ։ Հասկացա՞ր, որովհետեւ այն աշխատավարձով, ասես ասած, տուն պահել ուղղակի հնարավոր չի։ Բանը, աբսուրդ է, դա հնարավոր չի։ Միայն դա է փոխվել։ Դա շատ կարևոր է այն իմաստով, որ արդեն բարող էներգիայը սպառվում է տեղից տեղ վազելով։ Համ միտքդ պետք է մի բանի վրա լինի, համ էներգիատ պետք է մի տեղ լինի, որ կարողանաս նայում ես արդեն գալիս աշխատանքի հոգնած։ Ինչ պետք է պահանջես այդ մարդուց։ Չնայած մենք այդ բարերը ոնց որ թե անցկացրեցինք սկզբից ավելի դժվար էր։ Հիմա ավելի կոմպակտ ենք կարողանում աշխատել։ Փոխվել է առաջ ոչ մի դժվարություն չունենք, ոչ շրջագայության, ոչ հագուստների կարելու։ Հիմա այդ ամեն լուրջ դժվարություններ են։ Ինչու անգամ ասենք շատ անգամ մեր համար Գյումրի գնալը խնդիր է, գնալ գալը։ Իսկ առաջ մենք գալիս ենք շրջագայությունից, մեզ ասում են, որ 3 ամիս հետո Ֆրանսիա պետք է մեկնեք։ Դե վերադառնում ենք, ասում ենք 4 ամիս հետո Լենինգրադում համերգ ունենք։ Այդ գոսկոնցերտ, մոսկոնցերտ, այդ կազմակերպումը ամեն ինչ պլանավորում էին, կար ֆինանսներ եւ բոլոր խնդիրներն ավելի հեշտ էին լուծվում։ Սա էլ լուրջ բան է։ Բայց էնտուզիազմը չի մարում։ Այդ կարևորն է։ Չգիտեմ։ Նայեք ինչ ուր լինի։ Եվ ստեղծագործելու առումով նշեցիք, որ մշտապես պրպտումների եւ փնտրտուքների մեջ եք, ինձ հետաքրքիր է նոր ստեղծագործություն ստեղծելիս դուք ավելի շատ գնում եք դեպի հայկական ակունքներ, թե ժամանակակից պարարվեստն եք ավելի նախընտրում այսօր։ Բոլոր բեմադրությունները եւ երաժշտական բոլոր ընտրությունները արվում են բուն հայկական արմատների վրա անպայման։ Եթե քո իմպրովիզացիան, քո ասենք մտածելը, քո երևակայությունը ինչ որտեղ բերում ես մի քիչ ավելի ժամանակի հետ համաձայնացնելու, բայց դրա արմատը անպայման պետք է լինի հայկականը։ Անպայման դրա համար պետք է ես բոլորին ասում եմ, եթե զբաղվում եք խորեգրաֆիայով, եթե բեմադրություններ եք անում, անպայման առաջերտին պետք է ուսումնասիրեք ազգային պարը, էթնոպարը պետք է ուսումնասիրեք։ Դա մի հսկայական գանձարան է, որից դու կարող ես օգտվել անընդհատ, եւ այդ դեպքում է միայն որ բեմադրությունը հայրենիք է ունենում, կպած է հողին։ Նայում ես որ մտածողությունը ժամանակակից է, բեմադրությունը ամեն ինչ է, բայց բուն արմատը հայկական է։ Մենք ոչ մի ուրիշ բարի հետ, օտար բարի հետ չես փոխի, չես շփոթի անպայման։ Դա նրանից է որ կոնկրետ ես իմ դեպքում ես բավականին լավ ուսումնասիրել եմ էթնոն եւ եթե ուզենամ դրանից հեռու գնամ երևի չեմ կարող։ Իմ ամեն ինչը վերջում վերում է դրան։ Դրա համար իմ բոլոր բարերը կարծում եմ հենց հայրենիք ունեցող են։ Ես հիշում եմ առաջին շփումը պարոն Կարապետյանի հետ աշխատանքային եղավ, երբ որ ուսանող էինք, այո, եւ պիտի մասնակցենք Խարկովում քրիստոնեության 1700-ամյակի նվիրված մեծ միջոցառմանը, եւ պարոն Կարապետյանը մեզ հետ բարեր բեմադրում, այնուհետեւ արդեն երկրորդ շփումը եղավ Սոֆոկլեսի ամպերի ժամանակ, երբ որ նորից ներկայացման բարային հատվածը վստահված էր պարոն Կարապետյանին։ Այսօր ինչ եղավ այդ հատվածը կատարելուց շրջագայության ժամանակ։ Կիսատ է պատմում, չէ՞։ Գրիվ պատմի։ Շատ հետաքրքիր բաներ եղան։ Այո։ Իսկ այսօր աշխատում եք արդյոք բեմադրություններում։ Թատրոնների հետ։ Այո։ Չէ, հիմա շատ ավելի քիչ, ճիշտ ասած ժամանակ չկա։ Հետո մի տեսակ թատրոններն էլ են փոխվել իրենց մոտեցման պարային։ Չնայած տեղեր կա, որ ասենք կարող է վաղուց չեմ աշխատել։ Վաղուց չեք։ Եվ հետաքրքիր է, քանի որ նշեցիք արդեն, որ հանդիսատեսը դուրս է գալիս համերգային ծրագրից հետո հուզված, դուք երբ երաժշտություն եք գրում նոր համարի համար, ինչ ապրումներ եք ունենում համարները նայելիս, հուզմունք, հիացմունք, ինչ այսպես էմոցիաներ կան ձեզ մոտ։ Ամեն դեպքում շատ դրական էմոցիաներ, որովհետև գիտեք, որ այդ համարը երազում ես, որ սիրվի նախ հանդիսատեսի կողմից Եվ այդ էմոցիաները շատ դրական են։ Պարոն Կարապետյանը պարը ստեղծելիս, լավ շատ 100 պատշաճին բացատրում է, որ էս եմ ուզում, այն եմ ուզում, ինքը գիտի ինչա ուզում, շատ լավ գիտի։ Եվ շատ գիտակ է, էս եմ ուզում են եւ թող ասի, որ ես էլ երևի իրագործում եմ, Խոսք Եվ այդ process-ը շատ էմոցիաներով լցված, դրական էմոցիաներով լցված Չնայած շատ դաժան աշխատանք է, ասեմ։ Կոմպոզիտորի գործը շատ դաժան աշխատանք է։ Ստեղծել երաժշտություն, պարտիտուրա ստեղծել հետո, որը շատ դժվար է, հետո այդ նույնը արտագրել, հետո նորից անցնել օրկեստրի հետ, այդ ամեն ինչը տևում է երևի մինիմում 2 ամիս,
Այդ որ բարը առաջ ավելի այդ ռիթմը ավելի դանդաղ էր 6 ամսում մենք իրավունք չունենք մի համարը հանել 6 ամսից շուտ բեմ իսկ հիմա երևի 2-3 ամսից այո մենք համարը արդեն բաց ենք թողնում բեմ որովհետև աշխատանքի ռիթմն է արագացել արդեն փոխվել է այո եւ ինչն է հետաքրքիր երբ որ նայում ես հա բարերը մի ամբողջություն է երաժշտությունը եւ բեմադրությունը բարի եւ ոչ բարն է խանգարում երաժշտությանը ոչ էլ երաժշտությունն է խանգարում բարին սա կարելի ասել համատեղ հիանալի աշխատանքի շնորհիվ եթե խանգարեց ուրեմն չի ստացվել ուրեմն չի ստացվում մենք ուզում ենք որ միշտ բարի պետականը բարի աշխարհը զարմանա մենք ուզում ենք որ միշտ խմեք Դե սա տալիս ենք, որ հետո արդեն համերգից հետո հավաքվեք, բացեք, շնորհավորեք, իսկ ես գիտեմ նման գեղեցիկ ավանդույթ կա, այնպես որ Իջևանի Սարգոն սպիտակ չոր գինին, որը մի քիչ կբարձրացնի տրամադրությունը եւ բնականաբար հաջորդ բեմադրությունների համար հետաքրքիր մտքեր կտա։ Եվ ես գիտեմ, որ դուք հարուստ եք նաեւ թորներով եւ ծորներով։ Այնպես որ ուզում եմ ձեզ արև բացիկներից նվիրել այս բացիկները, որոնք վերնագրված են Իմ բալիկ Եվ այստեղ էլի խոսքերն են բավականին հետաքրքիր, Թաթայի երգից է մամայի նման սիրում, պապայի պես խելացի, ծնվեց ու աշխարհ եկավ իսկական երևանցի։ Սա նվիրեք ձեր թորներին կամ ծորներին։ Շնորհակալ եմ։ Այնպես որ շնորհակալություն ձեզ եւ հաջողություններ։ Շնորհակալություն։ Իմ թորները այս տարիքից արդեն մեծացել են։ Ծորներին արդեն։ Այո, շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Կլինիկ արժեթավ դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամ փոփենք ուրբաթ առավոտը։